Ուրախ եմ, որ բոլորս այստեղ ենք և նորից կարող ենք սովորել Աստծո դասերը մեր համար, շատ հետաքրքիր, շատ իմաստուն և շատ խորը։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք կարողանանք ընկալենք դրանք և իրագործենք մեր կյանքում։ Ուրեմն անցած դասը բաց թողեցինք, բայց այս դասերը այնքան միահյուսված են իրար, որ ամեն դասից մի քիչ կանենք և որպեսզի իմաստը ճիշտ հասկանանք։ Անցած դասը կոչվում էր սպասելով փորձության հնոցում և հիշելու համարն էր, հոգու պտուղն այս է, համբերատարություն, Գաղաթացիներ 5:22։ Մենք գիտենք, որ Հիսուսը ասեց, ձեր համբերությամբ կփրկեք ձեր հոգիները և մի ուրիշ համար էլ կա, ով որ մինչև վերջ համբերի կփրկվի։ Ուրեմն գիտնականները փորձ կատարեցին 4 տարեկան երեխաների և Զեֆիրի հետ։ Զեֆիրը քաղցրախենիկ է։ Եվ իրանք բաժանեցին մի Զեֆիր այդ երեխաներին և ասեցին, որ հիմա մենք կգնանք, ձեզնից ով որ մեր գնալուց հետո անմիջապես ուտի այս Զեֆիրը, երբ որ մենք հետ գանք, դուք էլ չեք ստանա Զեֆիր։ Բայց եթե տեսնենք, որ դուք չեք համբերել եք, և այդ Զեֆիրը ձեր ձեռքի մեջ է դեռ, մենք երկրորդն էլ կտանք ձեզ, դուք ունենաք 2 Զեֆիր։ Եվ ուրեմն իրանք լքում են սենյակը, և իրանք լքելուց հետո որոշ երեխաներ անմիջապես ուտում են Զեֆիրը։ Իսկ որոշները սպասում են, և երբ որ գալիս են, դեռ կերած չեն լինում և ստանում են երկրորդ Զեֆիրը։ Եվ մի քանի տարի, մինչև պատանեկության հասակը իրանք հետևեցին այս երեխաներին։ Պարզվեց, որ նրանք, ովքեր սպասել էին, ավելի լավ հարմարվող էին, լավ ուսանողներ էին և ավելի վստահ և համարձակ, քան նրանք, ովքեր չէին սպասել։ Տեսնում եք ինչ մարդկանց մեջ կապում է համբերությունը, չէ՞։ Բայց տեսնում եք ինչքան կարևոր է համբերությունը հիմք է մի շատ տարբեր լավ գծերի համար, դրական գծերի համար բնավորության։ Եվ այդ եզրակացությանը եկան, որ համբերությունը մարդու բնավորության ավելի մեծ կարևոր բնորոշ ցուցիչ է։ Ուստի զարմանալի չի, որ Տերը մեզ այսքան խոսում է այդքան համբերության մասին։ Ուրեմն այստեղ մի քանի օրինակներ ա բերվում։ Առաջինը կարդանք Հռոմեացիս 15:4-5 համարները։ Իրինա ջան, կարաս Հռոմեացիս 5:3-5 պատրաստես։ 5:3-5 համարները։ So 15:4 համար 4-5 Դու ով ես Վասնզի ինչ որ առաջունե գրվեցավ, որ սորվիկ, որպեսզի համբերությունով ու գրքերուն մխիթարությունով մենք հույս ունենանք։ Համբերության ու մխիթարության Աստվածը ուժ պիտի տա ձեզի, որ իրարով հետ միևնույն խորհուրդ ունենաք Քրիստոս Հիսուսին ուզածին պես։ Եվ Իրինա ջան, քթար այդ Հռոմեացիս 5-ը։ Ոչ միայն այսքան, հապա նաև նեղություններու մեջ կպարծինք, վասնզի գիտենք, թե նեղությունը համբերություն կգործե, և համբերությունը փորձառություն, ու փորձառությունը հույս, և հույսը ամոթով չի ձգեր, վասնզի Աստծո սերը մեր սրտերու մեջ տարածված է Սուրբ Հոգին միջոցով, որ մեզի տրվեցավ։ Շնորհակալություն։ Ուրեմն, երբ որ համբերում ենք, ինչ ենք ձեռք բերում։ Փորձառություն քրիստոնեական կյանքում։ Երբ որ փորձառություն ենք ձեռք բերում, ինչ ենք դրանից հետո ինչ է գալիս հույսը։ Առանց հույսի կարա մարդ ապրի։ Չէ։ Այսօր թվում է թե պարագաներ կա, որ անհույս են, մեր Հայաստանը գիտենք ինչ է կատարվում։ Բայց մենք ունենք Աստված։ Հույսը կարող է մեզ օգնել։ Եվ ինչպես ասեն, հույսը վերջին է մեռնում,
մենք ունենք Աստված, որ կարող է անել ամեն ինչ։ Եվ պետք է հուսանք, եւ պետք է աղոթենք, որպեսզի մարդիկ իմաստուն գործեն, որպեսզի փորձառու ձևով գործեն։ Եվ ուրեմն համբերությունը մեզ տալիս է հույս եւ հույսը չի ամաչացնում։ Թող Աստված մեզ օգնի, որ մենք համբերություն ձեռք բերենք, որպեսզի հույս ունենանք։ Եվ Հռոմեացիս 5:6 համարը արդեն բացած է, չէ՞։ Վասնզի երբ մենք դեռ տկար էինք, հարմար ժամանակին Քրիստոս ամբարիշտելու համար մեռավ։ Եվ Գաղաթացիս 4:4-ում էլ համարյա նույն միտքն արտահայտում, որ ճիշտ ժամանակին Հիսուսը եկավ, ինքը չի բացահայտում ստեղ, թե ինչի էր այդ ճիշտ ժամանակ։ Ուրեմն մենք պիտի ուղղակի վստահենք, որովհետև ինչպես որ երեխան փոքր չի կարող հասկանալ իր ծնողի բոլոր ծրագրերը եւ բոլոր գործերը, այլ միայն կարող է վստահել նույն ձևի մենք, նույն հարաբերությունն է։ Մենք չմտածենք, թե մենք մեծ ենք, մեր խելքը ավելի լավ աշխատում։ Նույն հարաբերությունն է երկնային Աստծո հետ։ Ինքը գիտի ամբողջ պանորաման մեր կյանքի, ինքը գիտի ինչն է ճիշտ մեր կյանքում, ինքը գիտի սկիզբը վերջը սկզբից։ Եվ ուրեմն մենք պիտի վստահենք իրար։ Ամեն ինչի ժամանակ ինքը ճիշտ գիտի։ Մեզ թվում է, թե այո, այս ինչ բանը մեզ ինձ հիմա է պետք, ոնց որ շատ ուժուր երեխաներ, չէ, ես ուզում եմ էսի, հիմա։ Եվ ինչ են անում, ոտերը խփում են հատակ եւ պահանջում են, որ իրանց ուզածը լինի։ Այսքան համբերություն չունեն։ Եվ երբեմն մեծերն են, ճիշտ է, մեծացել են, բայց չեն հասունացել, եւ շատ մեծեր մանր երիտասարդներ հենց տենց էլ վարվում են։ Այսքան ամեն ինչ ուզում են հենց հիմա։ Բայց ինչի Աստված ավելի լավ գիտի, թե մենք երբ ունենք կարիքը ինչ-որ բաների։ Որտեղ ինքը գիտի, մենք հասունացել ենք դրա համար, թե չենք հասունացել, մենք չգիտենք։ Մենք չգիտենք, եթե այդ բան ունենա, ինչ հետևանք կունենա։ Ուրեմն պիտի վստահենք Աստծուն։ Եվ դա գալիս է փորձառությունից։ Փորձառությունից առաջ գալիս է համբերությունը, երբ որ համբերում ես, փորձառություն ես սովորում, եւ Աստծուն արդեն աղոթում ես, որ չես ասում, ես ուզում եմ ես եւ վերջ։ Ասում ես Աստված ջան, իմ մոտ sense ցանկություն կա, բայց ես չգիտեմ պետք է ինձ թե չէ։ Խնդրում եմ դուր ինձ այդ բանը, այն ժամանակ, երբ որ դու կարծում ես ճիշտ է, եւ դուր այն ձևով, ինչքան որ կարծում ես այն ձևով, որ ճիշտ է, եւ այնքան, ինչքան որ դու կարծում ես ճիշտ է, նույնիսկ առողջությունը, երբ որ առողջության մասին խնդրում եմ, ես ասում Աստված ջան, ինձ դուր առողջություն այնքան, ինչքան որ քեզ դու գիտես, որ ինձ պետք է։ Որտեղ շատ անգամ Աստված մեզ դասիրակում է առողջական խնդիրների միջոցով։ Եվ ուրեմն, երբ որ Աստծուն այդ ձևի վստահում ես, ինչ է լինում, խաղաղություն է գալիս վրայդ։ Հիմնականում խաղաղությունը երբ ես կորցնում, երբ որ մի բան ես ուզում, որին չես կարող հասնել։ Եվ այդ օրինակը մեզ տվել է Դավիթը համբերության։ Մենք գիտենք, որ երբ որ Սավուլը սխալ գործեց, մյուս դասի մեջ կտենանք ինչ սխալ գործեց, եւ Աստված իրան հերքեց, մերժեց, ասեց դու էլ քո երեխաները թագավոր չեն լինի քեզանից հետո, եւ Սամուելին ասեց գնա եւ Դավիթին օծի։ Դավիթը դեռ պատանի, հովիվ էր, եւ երբ որ օծեց Դավիթին, ինչ տեղի ունեցավ, Դավիթը վեր կացավ գնաց, եւ Սավուլին ասեց դե գնա այս գահից եկող, հիմա ես եմ, որտեվ Աստված ինձ աղոթել։ Չէ, այդպես բան տեղի չունեցավ։ Ինքը գնաց, սուսուփուց ծառայեց Սավուլին, իր համար տավիղեր նվագում, սուսուփեց զինվորականություն արեց։ Այնքան լավ զինվոր էր, որ ժողովուրդը սկսեց իրան քարավանել եւ Սավուլը նախանձով լցվեց եւ սկսեց հալածել իրեն եւ անշուշտ երևի գիտեր էր, որ ինքն է լինելու իրանից հետո եւ հալածում էր։ Եվ նույնիսկ իր տղա այդ Հովնաթանին, որ մոտիկ ընկերն էր Դավիթի, ասում էր չգիտես, որ էսի քանի կենդանիա դու չես դառնա թագավոր, եղել ասում էր օքեյ է։
ինքն է արժանի թագավոր լինելու։ Աստվածն է, որ մենք բոլորս Հովնաթանի խոհեմությունն ու խոնարհություն ունենանք։ Եվ ինչ էր հալածում էր, Դավիթը փախած էր, քանի տարի, սարեր, ձորեր, ժայռերի մեջ էր ապրում, շատ անգամ հացու ուտելու կարիք ուներ, չգիտեք որտեղից ճարեր, շատ պրոբլեմներ, բայց իր հավատը ավելի ամրացավ։ Ճիշտ է, սխալներ գործեց, բայց Աստված օգնեց իրան այդ սխալներից դուրս գալու եւ իր հավատը ավելի ամրացավ։ Այնքան, որ նույնիսկ Սավուղը, երբ որ ինքը 3 անգամ հնարավորություն ունեցավ, Սավուղին քնած մի անգամ քնած ժամանակ, մի անգամ ժայռում, երրորդ անգամ չեմ հիշում, հնարավորություն ուներ սպանելու։ Եվ կողքին ասեց սպանի, Աստված է քեզ այս հնարավորությունը տվել, սպանի պրծի, համ հալածանքից կպրծնես, համ դու ես օծված թագավորը, գնա իր տեղը, բայց ինչ ասեց Դավիթը, ասեց Աստված միացնես մարդը, Աստծո օծվածը որպես թագավոր, եւ ուրեմն Աստված է իրան պիտի հեռացնի, երբեք ես այդ մեղքը չեմ գործի։ Այսինքն, երբ որ Աստված մեզ ինչ որ խնդիր է տալի լուծելու, չի ասում, այս խնդիրը ես դու ոնց ուզում ես լուծի։ No, ինքը բացատրում է մեզ, թե ոնց այդ խնդիրը պիտի լուծել։ Տեսեք, Մովսեսը չհարբերեց։ Մովսեսին հրեշտակը բացեց, որ դու պիտի հանես։ Բայց Մովսեսը չհարբերեց, վերջից սպանեց։ Չուներ համբերություն։ Եվ Աստված 40 տարի ստիպված Աստված իրան դաստիարակեց, մինչև ինքը հասկանար, թե ինչ ձևով պիտի աներ։ Դավիթն էր սպասեց 30 տարի, այդ օծումից հետո 30 տարի հետո նոր ինքը դարձավ թագավոր։ Եվ Սավուղը մահացավ պատերազմի ժամանակ, Սավուղն էր Հովնաթանն էր ցավոք։ Եվ երբ որ մեկը տեսավ եւ բերեց այդ լուրը Դավիթին եւ կարծում էր Դավիթը պիտի ուրախանա այդ լուրից եւ խաբեց, նույնիսկ ասեց ես եմ սպանել։ Որտեղ Սավուղը երբ որ վիրավորվեց, իր զենք կրողին ասեց ինձ սպանել, որտեղ ամոթ է, ես չեմ ուզում գերին գնել եւ կամ չգիտեմ ինչ լինել։ Եվ այս մարդը եկավ ասեց իբր թե ինքն է սպանել, կարծում էր թե պիտի շնորհակալություն եւ մի բան էլ պրիզ ստանա Դավիթից, բայց Դավիթին չարեց։ Ասեց մեղքը քո վզին, ես չգիտեմ իրոք դու ես սպանել թե չէ, բայց դու ինչ համարձակությամբ Աստծո օծյալի վրա քո ձեռքը բարձրացրի։ Տեսեք, Սավուղ իր թշնամին էր, բայց ինքը ինչ ձև էր մտածում։ Եվ ինքը հրամայեց, որ այդ մարդուն սպանեն, որտեղ ասեց դու քո ձեռքը բարձրացրիր Աստծո օծյալի վրա։ Եվ հետո կարծում եք Սավուղի մահից հետո ինքը միանգամից թագավոր եղավ, չէ՞։ Ինքը եղավ թագավոր մի մասը մենակ Հեբրոնում 7 տարի ուղիղ։ Եվ էլի համբերությամբ սպասում էր, թե երբ իր հերթը կգա, որ ամբողջ Իսրայելի թագավորը լինի, որովհետև մի մասի վրա դրել էին Սավուղի որդուն։ Եվ հետո ինչ եղավ, էլի դավադրությամբ սպանեցին 7 տարի հետո Սավուղի որդուն, եւ արդեն եկան իրան խնդրեցին ամբողջ ժողովուրդը, իհարկե ինքը էլի պատժեց այդ սպանողին, ասեց ոնց դու կարողացար թագավորի որդուն սպանել, թագավորին։ Եվ եկան արդեն իրանց մոտով խնդրեցին Դավիթին, բոլորը հավաքվեցին եւ խնդրեցին, որ մեր բոլորիս վրա թագավոր եղիր։ Այ էս է Աստծո ձևը։ Այ էս է իսկական քրիստոնյայի ձևը։ Այսինքն ինչ լուր կա այս դրա մեջ, որ Աստված մեզ ասում է. մի վերջու այն, ինչը դեռ քեզ չի պատկանում։ Դեռ չի պատկանում, ճիշտ Աստված խոստացել է, բայց դեռ չի պատկանում, դեռ ժամանակը չի։ Ուրեմն թող Աստված մեզ Դավիթի համբերությունը սովորացնի եւ Աստծուն վստահել սովորեցնի։ Բայց Եղիան, որ շատ ուժեղ մարգարե էր եւ հզոր գործ արեց, բոլորին հավաքեց կարմեղոս լեռան վրա եւ ապացուցեց, որ իրական Աստվածը Եհովան է, ոչ թե բոլոր Բաղամը եւ այլ հեթանոց աստվածները։ Եվ փայլուն հաղթանակ եղավ, Աստծո հաղթանակ այդ օրը, բայց հետո թագավորի կինը Հեզաբելը ինչ արեց։ Սպառնաց, որ իմացավ ինչ եղել, ասեց ես քեզ սպանելու եմ հենց այս գիշեր։ Այն մարդը, որ Աստծո գործ այդ ձևի փայլուն արեց, այդ մոմենտին վախեցավ ու փախավ։ Մի հատ կնոջ սպառնալիքից։
Եվ Աստված իրան ասեց, ինչ ես անում ստեղ։ Ինչի եկար, դու դեր լիքը գործ ունեիր։ Բայց ինչ որ է Աստված իրան ներեց եւ ողորմած եւ եղյալ, այսինքն ինչ եղավ, չհամբերեց եղյալ։ Աստեղ ինքը իր համբերությունը չդրսևորեց եւ լավ բան չստացվեց։ Եվ վերջապես Սաղմոսներ 37:4-ին ասում, Տիրոջով ուրախացիր, եւ նա քո սրտի ուզած է, կտա քեզ։ Այսինքն, երբ որ դու համբերում ես, երբ որ դու փորձ ունես Աստծո հետ, դու անհամբեր չես սպասում, չես անհանգստանում, այսօր Զարթնեսի Աստված էլի չտվեց իմ ուզածը, վաղ էլի չտվեց, մյուս օր էլի չտվեց։ Չէ, ասում է ուրախացիր Տիրոջով։ Դու քո կյանքը ապրիր, Աստծուն նազանվիր, ուրախացիր, եւ իր ժամանակին Աստված կտա քո ուզածը։ Այս դասի վերջում կարդանք մի փոքր նահապետներից եւ մարգարեներից, մեզ համար Աստծո ծրագիրը կարող է պահանջել, որ մենք շատ սպասենք եւ դա իսկապես կարող է թվալ ինչպես փորձության հնոցում։ Այդ ընթացքում համբերություն սովորել կարող է տեղի ունենալ, երբ մենք կենտրոնանում ենք Աստծո անձի վրա եւ վստահում, որ նա գործում է մեզ համար, որ պատճառ կա սպասելու համար։ Սակայն բոլորը վերաբերում են մեզ եւ իր թագավորության համար Աստծո ծրագրին։ Մենք շատ կարող ենք կորցնել, եթե շտապենք առաջ անցնել Աստծուց։ Դրա համար ամեն անգամ մենք ասում ենք Աստված առաջ։ Եվ մյուս դասը, որ նույնպես միահյուսված այս դասին, ինչ արինում, երբ որ մենք համբերում ենք, երբ որ մենք փորձառություն ենք ձեռք բերում, երբ որ հույս եք, որ ինչ արնում, մեր եսը մահանում է։ Երբ որ երեխան վստահում է իր հորը, երբ որ ասում է, ես ուզում եմ, որ դու էսի հենց հիմա արնես։ Հայրը ասում է, չէ, տղա ջան, հիմա դու չես կարող, էսի քո համար չի, քո տարիքի համար չի։ Եվ դու հասկանում ես, հավատում ես ու վստահում ես եւ համբերում ես մինչեւ քո ժամանակը հասնի, քո տարիքը հասնի դրա համար։ Նույնը մեր հետ է Աստծո հետ։ Եվ էդի ինչ է անում։ Ինչ արեց երեխան, խոնարհվեց։ Իր եսը դրեց մի կողմ եւ խոստովանեց, որ ինքը փոքր է, որ ինքը շատ բան չի հասկանում եւ Աստված ուղի։ Նույնը մեր հետ է։ Երբ որ մենք չենք կարող Աստծուն ծառայել, եթե մեր եսը կողմ չենք դրել, եթե մեր ցանկությունները, որոնք կարող են հակասել Աստծո ցանկություններին, կողմ չեն դրել։ Ուրեմն այս դասի անունը մահանալով ինչպես սերմը եւ հիշելու համար նա ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ծորենի հատիկը հողի մեջ ընկնի ու չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։ Հովհաննես 12:24։ Ուրեմն հատիկը երբ որ ցանում են հողի մեջ, ինչ է կատարվում։ Եթե ինքը չցանկանա մահանալ, իրանից դուրս չի գա պտուղ։ Նույնը մենք ենք։ Մեր ինչը պիտի մահանա։ Մեր անձնական կարծիքները, որ կարող են սխալ լինել, չէ՞։ Մեր ինքնավստահությունը վատ բան չի, բայց երբ որ այդ դառնում է վտանգավոր, շատ վատ է։ Այդ զորբայությունը արդեն ճիշտ է։ Եվ եկեք կարդանք, կարող ես բացել Իննա ջան, Ֆիլիպպեցիս 2-րդ գլխի 5-ից 9 համարները։ Մենք պետք է հնազանդվենք, որպեսզի ծառայենք։ Եթե չհնազանդվեցինք, չենք կարող Աստծուն ծառայել։ Ինչ ժամանակակից մշակույթը ինչ է ասում մեզ բոլորիս, ոչ է անում պահանջել եւ պաշտպանել մեր իրավունքները եւ երբեմն էլ ճիշտ է, պիտի պաշտպանենք։ Բայց կան պարագաներ, երբ որ մենք պիտի մեր իրավունքը զոհենք ուրիշի փրկության համար։ Սո ինչ է ասում Ֆիլիպպեցիներ 2-րդ 5-ից 9 համարը։ Ձեզ մեր ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով ապշտակությունը չսերվեց Աստծո հավասարը լալը, հապա անձը ունայնացուց, ծառայի կերպարանք առնելով, մարդոց նման ըլլալով եւ մարդու կերպարանքով, ինքսինքը խոնարեցուց, մինչև իսկ մեռնելու հոժարեցավ, ու այն ալ խաչի մահվավ։ Աստոր համար Աստված ալ զանիկախիստ բարձացուց, ու անոր անուն մտղավ, որ ամեն անուն է բերե։ Ամեն։ Ամեն։
So ինչ արեց Հիսուսը։ Երեք քայլ է նկարագրում այս համար, ինչ է, որոնք Հիսուսը ձեռնարկեց հոր կամքին հնազանդվելու համար։ Ինչ արեց։ Ինքը իր հավասարությունը Աստծո հոր հետ թողեց, հրաժարվեց դրանից, եկավ մեր երկիր որպես մարդ արարած կերպարանքով եւ սահմանափակումներով։ Ինքը իրան սահմանափակեց մարդկային մարմնի մեջ։ Հիսուսը չեկավ որպես հզոր ու քարահեղ մարդ, այլ որպես այլ մարդկանց ծառա։ Եվ երրորդ, որպես մարդկանց ծառա, Հիսուսը չապրեց խաղաղ ու երկար կյանք, այլ հնազանդ եղավ մինչև հիմա։ Ուրեմն այստեղ երեք հատ դաս է մեր համար։ Եթե մենք ուզում ենք, որ մեր միջոցով մարդիկ գան Աստծո մոտ, մենք չպիտի վերևից մոտենանք այլ մարդկանց, այլ հավասարվենք, կարող է սոցիալական ստատուսը ավելի բարձր է, քան թե մարդ։ Մենք պիտի հավասարվենք մարդուն ցույց տանք, որ մենք քո հավասար մարդն ենք, ոչ թե վերևից խոսանք։ Երբ որ շատ քրիստոնյաներ հիմա տենց են, կարծում են իրանք եսին ով է, նրանք էլ չգիտեմ ինչ է։ Եվ այդ ձևով են մատուցում Աստծո խոսքը, ինչ է տեղի ունենում։ Կարծում են, թե Աստված էլ է տենց։ Վերևը նստել է ռոզավարի, ես ձեզ հրամայում եմ, ես ձեզ ասում եմ, ես ձեզ պատժում եմ, ես ձեզ սենց եմ անում, նենց եմ անում։ Այսինքն մենք պիտի Հիսուսի քայլերը անենք, որպեսզի կարողանանք մարդկանց սրտերը շահել, որպեսզի կարողանանք փրկության հասնել։ Եվ ինչ արեց Հիսուսը, ծառայեց։ Մենք էլ պիտի ծառայենք։ Առանց ծառայության չկա փրկություն։ Ոչ մեր անձնականը, ոչ էլ ուրիշներինը։ Եվ Հիսուսը չէր մտածում, թե ինքը ոնց կարանի, որ երկար ապրի։ Ինքը իր կյանքով իր կյանքը կրճատեց, որպեսզի մեզ փրկի։ Այսինքն ինչ է այդ անձնազոհություն։ Երբ որ մենք մեր եսը լրիվ աճում ենք, ուրեմն սենց քայլեր է հետևում։ Ուրեմն շատ մարդիկ ուզում են իմանալ Աստծո կամքը, ասում են, հա, ուզում ենք իմանալ Աստծո կամքը, ուզում ենք հնազանդվել Աստծո կամքին, բայց ո՞նց իմանալ։ Ո՞նց իմանալ Աստծո կամքը։ Ուրեմն Աստված միանգամից իր ամբողջ կամքը մեզ չի բացում։ Ինքը բացում է քայլ առ քայլ, քիչ առ քիչ։ Մենք չենք կարող քիչ երեխային ասել, չգիտեմ ինչ բան տա, խնդիր տա լուծելու։ Այլ իրան համապատասխան խնդիր։ Երբ որ այդ երեխային լուծում է այդ խնդիրը, ինքը արդեն պատրաստ է մյուս խնդրի լուծման համար, ավելի բարձր մակարդակի։ Նույնը մեր մոտ է, երբ որ մենք Աստված մեզ բացում է փոքր բան, երբ որ մենք հնազանդվենք, այդ փոքր բանի մեջ ինքը բացում է ավելի շատ։ Այսինքն հնազանդությունն է, որ աստիճաններ է ստեղծում մեր վերև գնալու եւ մեր իմացությունը ավելի աճելու, փորձառություն է ստեղծում։ Եվ ուրեմն այդ ժամանակ արդեն մենք գիտենք, առաջինը մենք Աստվածաշնչով ենք իմանում, թե որն է Աստծո կամքը, երկրորդը կարող է մարդկանց միջոցով, պարագաներով, աղոթում ենք եւ Աստված մեզ իր կամքը հայտնում է այդ ձևով։ Այսինքն հեշտ չի իմանալ Աստծո կամքը։ Մի կողմից հեշտ է, մի կողմից դժվար է։ Դժվար է, որ մարդը չի ուզում հնազանդվել։ Իմանում է, բայց չի ուզում հնազանդվել, էլ չի կարող ինքը առաջ գնալ։ Դու չես կարող առաջին դասարանի խնդիրները չլուծած, միանգամից ասես 5-րդ դասարանի խնդիրները լուծես, չես կարող։ Էդի ամենօրյա քայլ առ քայլ առաջընթաց է։ Էսի հիշեք, եւ շատ կարող է մեր համար, որ այսօրվա բացված, ամեն օրվա բացված ճշմարտությանը մենք հնազանդվենք, թե չէ մենք չենք փրկվի։ Եվ ասում աստեղ, երբ մեր կյանքի ոլորտները կատարելապես մեռած չեն սեփական եսի համար, Աստված թույլ է տալիս, որ փորձությունների հնոցը դրանք մեր ուշադրությանը հրամցնի։ Աստված մեզ բացում է, մենք չգիտեինք, որ այդ մեղք ունեինք, չենք էլ կասկածում, մենք հանկարծ բացում ենք։ Գիտես քո մեջ դաժանություն կա, գիտես քո մեջ մեծամտություն կա, գիտես քո մեջ էս կա, այն կա։ Եվ այդ դեպքում մենք ինչ պիտի անենք, պիտի խոնարհվենք եւ Աստծուն խնդրենք, որ ինքը մեզ մաքրի, սրբի եւ պատրաստի փրկության համար, այլ ոչ թե ասենք, չէ, այդպես բան չկա։ Եվ տեսեք, ինչ պատա, ինչ, երբ որ չես հնազանդվում Աստծո հետ ինչ ա լինում, Սամուել, փոքրիկ Սամուելի պատմությունը մենք գիտենք ոնց եղավ, կար Աննա անով մի կին, որ երեխա չէր կարող ունենալ եւ իրան ծաղրում էին դրա համար, եւ ինքը մի օր լացելով աղոթք արեց Աստծուն, ասեց Աստված, եթե դու ինձ տղա տաս, ես քեզ կնվիրեմ։ Աստված լսեց իր աղոթքը, տվեց, չնայած ինքը ուժ երեխա չուներ, 3 տարեկան լռացավ,
ինքը բերեց հանձնեց քահանապետի, թողեց եկեղեցու, տաճարում, եւ այդպես փոքրիկ հասակից Սամուելը սովորեց ծառայել Աստծուն եւ արդեն մի քանի տարի անցել էր, Ափսոս ժամանակ չկա, շատ հետաքրքիր այս համարները աթագավորացի մեջի, որտեղ պատմվում է, թե ուրեմն քահանապետը հեղիներ եւ ինքն ուներ երկու որդի, որոնք երկուսն էլ չէին նազանվում Աստծուն։ Շատ անօրեն կյանք էին ապրում, այսինքն իրանք քահանա էին։ Եվ Աստվածաշունչը ասում էր Տեֆտացիս գիրքը, որ քահանաները իրավունք ունեն ուտել միայն զոհից կրծքի մասը եւ կարծեմ ազդի թե որ մասը, բայց իրանք միսը դեռ չեփած նույնիսկ մտցնում էին այդ մեծ պատառաքաղը, հանում էին իրանք, որը պատահեր եւ ուտում էին, ինչ էին անում, արհամարում էին Աստծո ասածը։ Եվ այդ մեղքից հետո ուրիշ մեղք եկավ, չնայած իրանք կանայք ունեին, երեխաներն էին, բայց ուրիշ կանանց էին բերում տաճար եւ տաճարում շնությամբ է զբաղվում։ Եվ հեղին գիտեր, կանչեց, ասում է, որդյակ, դուք ճիշտ չեք անում, շատ փափուկ հետները խոսած։ Աստված իրան ասեց, ու չես տենում քո երեխեքին չեն անում։ Արժի, նո, ինքը եկավ փափուկ խոսած, լավ բան չեք անում։ Եվ գիտեք դրանից հետո ինչ եղավ։ Իրանց շնորհքի ժամանակը փակվեց հեղին։ Մյուս անգամ, որ պիտի ասեր, ինքը էլ հեղին չդիմեց։ Այս փուճուրիկ Սամուելին դիմեց։ Սամուելին ասեց գնա իրան ասա սենց բան ալինելու, որտեղ դուք արհամարեցիք ինձ։ Եվ Սամուելը վախենում էր, փոքր երեխա էր, չէր ուզում ասեր, որտեղ էդի բան ուներ հեղի համար, որ երեխեքը զոհվելու են եւ այլն եւ այլն։ Բայց հեղին ասեց ասա, եւ նույնիսկ երբ որ իմացա, հեղին ապաշխարության պտուղ չբերեց, ծնկի չեկավ, մեղա չեկավ, ոչ այն անգամ, ոչ այս անգամ։ Եվ ցավոք այդ ամեն ինչ ինչ որ Աստված իրականացավ։ Պատերազմ եղավ, սրանք չլսելով որը վերցրեցին տապանակը տարան բանակ եւ իրանք էլ զոհվեցին տապանակն էլ գնաց գերության։ Այսինքն տեսեք ինչա կատարվում, երբ որ մենք չենք հնազանդվում Աստծո քայլերին։ Քանի գնում ենք, քան մխրճվում ենք մեղքի մեջ։ Բայց երբ որ հնազանդվում ենք քարայքալ, քանի գնում, այնքան սրբությամբ ենք գցվում։ Մենք պիտի ընտրենք, թե որն ենք ընտրում։ Եվ այսինքն տեսեք տարբեր մյուս օրինակը բերում է Սավուղը, որ Սավուղի մեղքը փառամոլությունն էր, եւ ինքը Աստված իրան ասեց, Սամուելը ասեց, պատերազմ էր, հարձակվել են իրանց վրա, իրանք պիտի պատերազմեին։ Եվ Սամուելը ասեց, արդեն մեծացել էր Սամուելը, մարգարեն էր, դատավոր էր։ Եվ ասեց, նայ, ես պիտի գամ զոհ մատուցեմ, այսինչ տեղը, նոր դուք պիտի գնաք պատերազմի։ 7 օրը լրացավ, մի շաբաթը լրացավ, տեսավ Սամուելը չի գալ, ուշացավ։ Ինքը վերցրեց, որ իրան արտոնված չէր, եւ զոհաբերությունը մատուցեց։ Եվ հələ նոր իր ձեռքին էր Սամուելը հայտնվեց։ Ասեց, «Էս ինչ է, էս ինչ արեցիր Սավու»։ Ասեց, «Քանի որ դու չհնազանդվեցիր Աստծո ձայնին, Աստված քո որդիները չեն լինի քեզանից հետո թագավոր»։ Ինքը որոշել էր, որ իրանք ունեն, բայց հիմա քո պատճառով իրանք էլ չեն լինի թագավոր։ Եվ Սավուղը սկսեց արդարանալ, տեսեք ինչ է, երբ որ մարդ չի համբերում։ Սենց արդարնել, ասում դե մարդիկ արդեն սկսել են ցրվել, ես վախեցա, որ հեսա թշնամիները կհարձակվեն, այսինքն ինքը հիմնված էր ոչ թե հավատքի վրա, այլ իրաց դասունների վրա։ Հիշում եք, երբ որ Գեդեոնը լիքը ժողովուրդ բանակ հավաքեց, Աստված ասեց, չէ, 300 բան։ Այսինքն ինքը պիտի վստահեր Աստծուն, ինքը պիտի Գեդեոնի վստահությունը ունենար, հավատքը ունենար, բայց ինքը մտածում էր, վայ, ես որ Հանգստանում տանես պատերազմը, մարդիկ սկսեն ինձ համարել, ես այդ թագավոր չեմ կարողանում, ինչի, որտեղ իր եսը մեջն էր, ինքը սիրում էր իր գահը։ Ինքը հանուն այդ գահի ուզում էր անմեղ մարդու սպանել, Դավիթի, որ հերոսն էր Իսրայելի։ Այսինքն տեսեք, ինչից է գալի մեր անհամբերությունը, մեր նպատակներից։ Նայած ինքը այդտեղ ոչ թե ուզում էր Աստծուն փառաբաներ այդ պատերազմում, այլ ինքը իրան։ Եվ այդ պատճառով այդպես ստացվեց։ Ուրեմն
Աստված տա, որ մենք հետևենք ոչ թե Սավողի օրինակին, եւ այս դասի իմաստը, այդ դասի իմաստը համբերություն է, այս դասի իմաստը, որ մենք մեռնենք մեր ցանկությունների համար, մեր լույսի համար եւ ապրենք Աստծո համար։ Ուրեմն, երբ որ Աստծոց դանդաղում է մեր կյանքում ինչ-որ բան տալու, համբերությամբ սպասենք, չշտապենք Սավողի պես եւ չզրկվենք մեր փրկությունից։ Հետագայում ինքը էլի չլսեց Աստծուն եւ ոչ միայն գահից զրկվեց, այլ նաեւ իր հայրենական փրկությունից։ Այդ ամեն ինչ աստիճանաբար է, միանգամից չի։ Եվ մենք կարող գտնենք տարբեր փոխարինիչներ Աստծուն, որոնք պետք չի։ Մարդկային տրամաբանություն, կամ անցյալի փորձը, մտածենք, որ մենք իզորու ենք առանց աստվածային լուծումների, անել ինչ-որ բան, կարիք չունենք աստվածային լուծումների։ Աստված թող մեզ հեռու պահի այս ամեն ինչից, թող Աստված մեզ շնորհք տա։ Եվ տեսեք, երբ որ հերի հետ այդ բանը պատահեց, ինչ ասեց Ամրասնա, ձեզ համար այդ շնորհքի զոհ չմնաց։ Այսինքն նույնիսկ եթե իրանք իրաց մեղքերի համար այդ մոմենտին զոհ մատուցեին, չէր ընդունելու Աստված, որտեղ իրանց շնորհքի դուռը փակվել էր։ Մենք չգիտենք մեր շնորհքի դուռը երբ է փակվում։ Դրա համար ամեն քայլը մենք պիտի փորձենք Աստծուն հնազանդ լինենք ամեն հարցում, ինչ որ ինքը բացվում է, որպեսզի մենք փրկվենք, որպեսզի մենք առաջ գնանք փրկության ճամփայի մեջ, այլ ոչ թե կործանման։ Եվ վերջում կարդանք Նահապետներ եւ մարգարեներ գրքից Աստծո կամքին հնազանդվելը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք մահանում ենք մեր սեփական ցանկությունների եւ հավակնությունների համար։ Սա ճանապարհ է բացում ուրիշ մարդկանց ճշմարիտ ծառայության համար։ Մենք չենք կարող ապրել հանուն Աստծո առանց զոհաբերելու եւ առանց Աստծո ձայնի հանդեպ մշտապես բաց լինելու։ Որպեսզի մենք իսկապես մեր կամքը ենթարկենք մեր հոր կամքին, պետք է գիտակցենք ինքնապահովման եւ Աստծո խոսքի ու զորության փոխարինիչների վստահելու վտանգները։ Քանի որ Աստծո կամքին հնազանդվելն ընկած է քրիստոսանման կյանքի հիմքում, Աստված կարող է թույլ տալ, որ փորձությունների գնոցը սորեցնի մեզ կախվածություն ունենալ իրենից։ Եվ երեխաների դաստիարակություն գրքում գրված է. հեղի անփութություն ակնհայտորեն կառնում է երկրի բոլոր հայրերի եւ մայրերի առաջ։ Չսրբագործված սիրո կամ տհաճ պարտականություն կատարելու չկամության հետևանքով նա անիրավությամբ վեր հավաքեց իր այլասերված որդիների մեջ եւ ծնողով թույլ էր տալիս չարությունը եւ այն երեխաները, ովքեր դա անում էին, նեղավոր էին Աստծո առջև, ոչ միայն երեխաները, այլ նաեւ ծնողը։ Եվ նա չընդունեց իրենց անօրինության համար մատուցված որևէ զոհաբերություն կամ անձա։ Աստված թող մեզ պահի ճշմարիտ ճանապարհի մեջ, թող մեզ ցանկություն ու հնարավորություն տա, որ մենք ամեն քայլափոխին իրան ենթարկվենք եւ հանգած, երբ որ շնորհքի դուռը փակվի, մենք չլինենք չփրկված։ Թող Աստված մեզ օգնի։ Ամեն։